Եվրոպայի օրն այս տարի տոնում են նաև Գավառ քաղաքում։ Եվրամիության պատվիրակությունը դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ մասնակցում է Եվրոպական միություն Հայաստան մշակութային կամուրջ խորագրով տոնակատարությանը։ Այն մեկնարկում է պաշտոնական ելույթներով և շնորհավորանքներով։ 1950 թվականին Շումանի հռչակագրով Եվրոպան ընտրեց ապագան անցյալի, խաղաղությունը պատերազմի, միասնությունը պառակտման փոխարեն։ Այսօր մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության և ազատության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը Եվրոպայում և Եվրոպայից դուրս։ Ամբողջ աշխարհում անվտանգության և բարեփոխումների ոլորտում մենք սկզբունքային ու վստահելի գործընկեր ենք։ Եվրոպական միություն Հայաստան գործակցությունն անցել է զարգացման նշանակալի ուղի։ Իր ելույթում ասում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, շեշտադրելով համամարտկային արժեքների շուրջ համախմբվելու կարևորությունը։ Եվրոպայի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է գործակցությունը պետությունների, համայնքների և անհատների միջև։ Գեղարքունիքի մարզում վերջին տարիներին Եվրոպական միության աջակցությամբ իրականացվել են մի շարք զարգացման ծրագրեր գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։ Այդ ծրագրերը ոչ միայն նպաստել են ենթակառուցվածքների բարելավմանը, այլև նոր հնարավորություններ են ստեղծել մեր քաղաքացիների համար։ Թող Եվրոպայի օրը դառնա հիշեցում, որ մեր ճանապարհը դեպի զարգացում անխզելիորեն կապված է գործընկերության, բարիդրացիության և համընդհանուր արժեքների պահպանման հետ։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դերասաններ Հենդրիկ Վոսն ու Ֆրանց Գրապերհաուսն են։ Սա Եվրոպան է բեմադրությամբ պատմում են Եվրոպական միության ստեղծման պատմական ժամանակահատվածի ու քաղաքական դերակատարների մասին։ Ներկայացումն ուղեկցվում է Եվրոպայի համար շրջադարձային իրադարձությունների լուսանկարների ցուցադրմամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։